Էրեկտիլ դիսֆունկցիայով պացիենտի վարման գործելակարգ։ Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգիչ 10-ի, էրեկտիլ դիսֆունկցիան ընդգրկված է հետևյալ կոդերի ներքո. F52.2 էրեկտիլ դիսֆունկցիա ոչ օրգանական բնույթի, N48.4 էրեկտիլ դիսֆունկցիա օրգանական բնույթի։ Տարիքային խումբ՝ մեծահասակներ, գործելակարգը վերաբերում է մեծահասակների, սեռ, արական, բարդություններ առանց բարդությունների և բարդություններով։ Հիվանդության փուլ՝ կիրառելի չէ։ Բժշկական օգնության և սպասարկման պայմանները՝ արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։ Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը պլանային է։ Կիրառման շրջանակը՝ ուրոլոգ-անդրոլոգ, սեքսոպաթոլոգ, հոգեբան։ Գանգատներ։ Սեռական թուլություն՝ կարող է պացիենտը նշել էրեկցիայի բացակայություն կամ թուլություն, որը կարող է լինել սիտուացիոն, ընտրողական, անցողիկ, սպոնտան էրեկցիաների առկայություն կամ բացակայություն, թուլություն, որը առաջանում է մինչև սեռական հարաբերության սկիզբը, այսինքն մինչև պենետրացիան, սկզբում կամ ընթացքում։ Զուգահեռ կարող է նշել վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման նշաններ։ Անամնեզում կարող է նշել միջանձնային հարաբերությունների վատ թարացում, սեռական զուգընկերոջ փոփոխություն, նախկինում տարած վիրահատություններ, ճառագայթային բուժում, տրավմակոնքի շրջանում, մետաբոլիկ խանգարումներ և այլ ուղեկցող խնդիրներ։ Զննման ցուցում արդյունք։ Արտաքին զննում է կատարվում, հնարավոր է կատարվի պալպացիա։ Հոսպիտալացման ցուցումներն են. վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում։ Գերակշռող դեպքերում բուժումը իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Բարդությունների մենեջմենտի ժամանակ, օրինակ, պրիաբիզմ, բուժման կամ հետազոտության ֆոնին։ Խորհրդատվության տեսակները՝ սրտաբան, ներզատաբան, սեքսոպաթոլոգ, հոգեբան, ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ։ Կատարող լաբորատոր հետազոտությունները՝ ընդհանուր տեստոստերոն, տեստոստերոնների ֆրակցիաների որոշում, լիպիդային պրոֆիլ, ընդգրկելով խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեիդներ, ցածր խտության լիպոպրոտեիդներ, տրիգլիցերիդներ, գլյուկոզայի որոշում արյան մեջ, էստրոգենների որոշում, պրոլակտինի որոշում, արյան ընդհանուր հետազոտություն, կրեատինինի, միզանյութի, էլեկտրոլիտների, մեզի, արյան և այլ հետազոտություններ։ Գործիքային հետազոտություններից ամենահաճախ կիրառվողներն են դրանք ուլտրաձայնային հետազոտություններն են, ընդգրկելով որովայնի, կոնքի, փոշտի օրգանները, երբեմն կատարվում է առանդամի դուպլեքս ռեժիմով սկանավորում, երբեմն օգտագործելով դեղորայքային ինդուկցիա։ Հնարավոր է կատարվի կավերնոզոգրաֆիա։ Կիրառվող դեղորայքային խմբերը մեծամասամբ դրանք ֆոսֆոդիեսթերազը 5 ինհիբիտորներն են՝ սիլդենաֆիլ, տադալաֆիլ, վարդենաֆիլ, ուդենաֆիլ։ Որպես երկրորդ շարքի բուժման միջոց կարող է օգտագործվել ալպրոստազիլը, ներմիզուկային կամ ներկավեռնոզ ինյեկցիաների ձևով։ Մեծ մաս դեպքերում հնարավոր է կոնսերվատիվ բուժում ամբուլատոր պայմաններում։ Սկզբում տրվում են ապրելակերպի փոփոխության վերաբերյալ խորհուրդներ։ Որպես առաջին շարք օգտագործվում է վերոնշյալ պերորալ պրեպարատները, հիմնականում տադալաֆիլն է կիրառվում։ Բուժման կուրսը առնվազն 1 ամիս է տևում։ Սրանց քիչ էֆեկտիվության կամ կիրառման անհնարինություն պարագայում կարող են կիրառվել օրինակ վակուում էրեկտոր դիվայսներ սարքեր։ Հաջորդ շարք պրեպարատները դրանք ներմիզուկային կամ ներկավեռնոզ դեղորայքներն են։ Վերջին շարք բուժումը առնանդամի պրոթեզավորումն է, կավեռնոզ մարմինների իմպլանտացիա, 1, 2 կամ 3 կոմպոնենտից բաղկացած պրոթեզներով։ Բուժմանը կարող են զուգորդել նաև վարքային թերապիա զույգի հետ, կարող են ներգրավել հոգեբան, սեքսոպաթոլոգ և այլ մասնագետներ։ Շնորհակալություն։